Հարգելիներս, այսօր ոչ մի թեմա չեմ ընտրել, տեսնենք կարտերը ինչ կհուշեն, հարգելի առյուծներ, ինչ է կարևոր առյուծներին լսել այս պահին։ Ես փորձեցի սիրո թեմայով նայել օգոստոսին, մի շաբաթ առաջ ստացվեց, որովհետև շատ անհաջող կարտեր էի տեսնում, շատ, գրեթե բոլոր նշանների համար, ոչ թե առյուծի, այլ գրեթե բոլորի, շատ անհաջող, շատ այսպես ստրեսային կարող եմ ասել, հատկապես միայնակների համար, շատ այսպես գայթակղություններ, սխալներ, մի խոսքով շատ նեղվեցի, կարկացա, այդ վիդեոն ջնջեցի, չտեղադրեցի։ Սիրո թեմայով այս ամիս չենք նայել, ոչինչ, մյուս ամիս կնայենք։ Դրա համար այսօր ուզում եմ պարզապես տեսնել, ինչ կհուշեն կարտերը, հարգելիներս։ Ես ընտրում եմ 3 տարբերակ, որը ձեզ կվերաբերի, այն տարբերակն էլ կարող եք դիտարկել ձեզ համար, հարգելի առյուծներ։ Շատ լավ։ Ինչ եմ տեսնում առաջին տարբերակում։ Տեսնում եմ բաժակների 8-ը, տեսնում եմ բաժակների 4-ը եւ տեսնում եմ մահվան կարտը։ Ես կարող եմ ասել, այստեղ մարդը հիասթափված է, որտեղ անդադ կարծես իրեն կյանք առաջարկում է մի բան, որ ինքը չի ուզում։ Նույն բանը, այսինքն ինչ որ, չգիտեմ, միգուցե հարաբերություններում եք հիասթափված, միգուցե աշխատանքն են ձեզ առաջարկում, որը ձեր սրտով չէ, կամ աշխատանքը սրտով է, աշխատավարձը սրտով չէ։ Ամեն դեպքում ինչ որ ձեզ առաջարկում են, դուք դժգոհ եք, սա ձեր ուզածը չէ, դուք ձեր ուզածը չեք ստանում, կարծես թե շանսը ձեզ չի տրվում, այն շանսը, որ կուզենայիք։ Եվ դուք ամեն անգամ այսպես նորից ճանապարհ եք ընտրում, փորձում եք փնտրել, հասկանալ, թե ինչպես կարող եք իրականում գտնել այն, ինչ որ ուզում եք։ Իսկ ես տեսնում եմ կարտերը հուշում են, որ շատ շուտով փոփոխություն կլինի, հարգելիներս, 360 աստիճան տրանսֆորմացիա կլինի, այդ վիճակը կփոխվի։ Ինչը նշանակում է կարելի է ենթադրել, որ ձեզ կառաջարկվի մի բան, ձեր կյանք կգա ինչ որ մի նոր շանս, հնարավորություն, որը իրականում կլինի ձեր սրտով։ Դա կարող է լինել աշխատանքի, կարիերայի, ֆինանսների կամ անձի հետ կապված։ Ես այստեղ մանրամասները չեմ տեսնում ինչի մասին է խոսքը, ում վերաբերում է, ով այսպիսի վիճակում է, իրեն կհասկանա։ Հետաքրքիր կապեր եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ 9 պենտակլի, տեսնում եմ մարդ, որը փորձում է, չի հանձնվում, փորձում է, նպատակ ունի, մարդը սիրում է աշխատել եւ ինքը ինքնուրույն հասնել իր նպատակներին, այսինքն ոչ մեկի վրա չի հենվում։ Մարդը շատ գերհոգնած, այսինքն վերջին ուժերը ներդնելով փորձում է իր նպատակից չհրաժարվել։ Դե առուստները շատ ուժեղ եւ ամբիցիոզ մարդիկ են, իրենք իրենց նպատակներից այդպես հեշտ չեն հրաժարվում։ Մարդը տեսնում եք, այսպես 10-ն է սա, մինչեւ վերջին ուժը, հա, մարդը փորձում է իր նպատակին հասնել։ Քայլ առ քայլ, միգուցե ինչ որ քայլեր անում է, իսկ 10 թերերի մոռացա ասել, դա վերջն է արդեն։ Այդ դժվար ծանր պահը աշխատանքի այդ նպատակին հասնելու վերջանում է, հարգելիներս։ Ես տեսնում եմ քայլ առ քայլ կարող է մի փոքր հաջողություններ ունենում եք, բայց ձեր վերջնական նպատակին հասնելու դեռ ժամանակը չէ։ Սեփական արդարադատության կարգը, այսինքն դեռ ժամանակը չէ։ Դուք էլի ճանապարհ ունեք անցնելու, տեսնում եք, բայց այս բոլոր բաժակները, եթե տեսնում եք, սրանք հիասթափություններ չեն, հարգելիներս։ Այստեղ ես տեսնում եմ մարդ, որը կյանքի փորձ է ձեռք բերում։ Ձեզ պարզապես պետք է շարունակեք ձեր ճանապարհը, ամեն քայլափոխին նոր փորձ եք ձեռք բերում, որպեսզի կարողանաք հասնել ձեր գեղեցիկ նպատակին։ Տեսնում եք, շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում։ Այսինքն մարդիկ ուրախանում են, շատ ուրախ են, որովհետև հասել են իրենց նպատակին եւ տոնում են։ Ինչ է լինի այդ նպատակ, անձնական հարցեր լինի, նորից եմ կրկնում, աշխատանք, կարիերա, թե ֆինանսներ, ում վերաբերում է իրեն կհասկանային։ Այս ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում եմ այստեղ թրերի ասպետը, ապա տեսնում եմ չար ուժերը, ապա տեսնում եմ աշխարհի կարտը, հարգելի առյուծներ, ես չգիտեմ այսպես ով է, ինչ որ մեկը հարցակվում է կարծես ձեր վրա, որտեղ սա ձեր նշանը չէ։ Դուք ջահերի իրականում ասպետը պետք է լինեիք։ Թրերի ասպետը ինչ որ մեկը հրով թրով այսպես ինչ որ խնդիր ունի ձեզ հետ։ Ես չգիտեմ, թե նախանձում են, չարախոսում են, թե փորձում են ձեր ճանապարհին կանգնել, բավականին էլ չար մարդիկ եմ տեսնում։ Այսինքն կարող եմ ասել, այս մարդիկ բավական կամ նախանձում են, շատ չար մարդ եմ տեսնում, շատ։ Երես ագրեսիան իրականում ձեր դեմ է ուղված։
ում այսպիսի վիճակ կա, ով այսպիսի վիճակում է կա այդպիսի մարդ, դու կոնկրետ կիմանաք ում մասին է խոսքը։ Սա կարող է բամբասում են, չարախոսում են, սա պարզապես վատություն են անում, ինչ ձևով ձեր կարիերայում ճանապարհն են փակում, ֆինանսական հարցերով ձեզ նախանձում են, չգիտեմ, ձեր զույգին է ինչ ուզում է լինել, բավականին այստեղ չար մարդ եմ տեսնում, բավականին, բայց տեսնում եմ աշխարհի կարտահարգեն է, ձեզ համար նոր էտապ է սկսում, իսկ սա չի կարողանալ ձեզ խանգարել։ Դուք այդ դռներով անցնելու եք, գնալու եք, հասնելու եք ձեր նպատակին։ Շատ ցավալի է այդպիսի մարդիկ կան, բայց դուք իրականում կկարողանաք պաշտպանվել։ Նոր էտապ է սկսվելու։ Եվ էլ եմ ասում, ոչ մի ձևով ձեզ չեն կարողանալու վնասել։ Փորձեմ եւս 1-2 կարտ, բայց միգուցե կարելի է դրանով ամփոփել։ Ամեն դեպքում տեսնեմ ինչ բան կարող եմ տեսնել։ Ինչ հետաքրքիր են կարտերը, հարգելիներ, դուք գնացեք ձեր ճանապարհով, իսկ ովքեր չար են, սա արդարադատության կարտն եմ տեսնում, սա էլ արագության։ Այնքան արագ կպատժվեն իրենց արածների չարագործությունների համար, չեք էլ պատկերացնի։ Ասում են դուք իրականում պետք չի վրեժ խնդիր ունեք, պետք չի նեղություն քաշեք, դուք պարզապես գնացեք ձեր կյանքով, ավելի լավ եղեք, թող նախանձից սիրտները պայքի։ Իսկ իրենց դատաստանը կստանան, սա էլ կարտերն են ասում, ես չեմ ասում, եւ շատ արագ կպատժվեն։ Ինչ եմ տեսնում երրորդ տարբերակում տեսնում եմ թրերի թագուհի, տեսնում եմ 4-ը պենտակլի եւ տեսնում եմ բաժակների թագավորը։ Ես այստեղ տեսնում եմ զույգ, տեսնում եմ կին, տեսնում եմ ամուսին, այստեղ երիտասարդ եմ տեսնում, բայց 4-ը բաժակների, գիտեք, ես այսպես կդժվարանամ ասել, չեմ ուզենա սխալ բան ասել, իրականում ընտանիք եմ տեսնում, ոչ մի վատ բան չեմ տեսնում, եկեք լրացուցիչ կարտեր հանեմ, հասկանամ այստեղ ինչ է կատարվում։ Ժլատության կարտը փորձում է հուշել, որ պահպանեք ձեր հարաբերությունները, պահպանեք ձեր ունեցածը, հարգելներս։ Ես չգիտեմ, կինը թրերով ինչ որ նպատակ ունի, ամուսինը համաձայն չէ նպատակին, միգուցե չգիտեմ, կինը շատ ամբիցիոզ եմ տեսնում, կարող է ասում ավելի նոր տուն եմ ուզում, ավելի նոր կահույք եմ ուզում, ամուսինը մի քիչ համաձայն չի, կարտերը հուշում են միգուցե ֆինանսապես մի քիչ շատ ճիշտ ժամանակ չի ձեզ համար, հարգելիներս, ես տեսնում եմ, որ կարտերը հուշում մի փոքր ժլատու եղեք, այսինքն փորձեք պահպանել, հարգելի կանայք, շատ այսպես սա բնորոշ է առյուծ կանանց, իրենք սիրում են ծախսել եւ շռայլ ճոխ ապրել, թե թագավորական կյանքով են ապրում։ Կարտերը հուշում են դրա ժամանակը չի, տեսնում ամուսինն էլ շատ համաձայն չի դրա հետ, բայց ոչ թե չի ուզում, այլ ես կարող եմ ասել կարտերն են հուշում։ Մի տեսակ պետք է հիմա ֆինանսները պահպանել, ինչ պատճառներով։ Այ շատ ծիծաղելի հարգելիներ, շատ ծիծաղելի։ Ես տեսնում հաղթանակի կարտը, այսինքն հարգելի կանայք առյուծներ։ Ես տեսնում եմ, որ դուք իրականում ձեր նպատակին հասնելու եք, ոչ մի էմոցիոնալ թակավոր չի կարողանալու ձեզ, այսպես ասել, դիմադրել ձեր գայթակղություններին։ Դուք անպայման տարբերակը գտնեք, չեք տեսնում տարբերակը, չեք հանձնվելու, մինչև վերջ պայքարելու եք, գայթակղելու եք ձեր զույգին, ձեր ամուսնուն, մանիպուլյացիայի ենթարկելու եք, բայց շատ սիրով, ես կարծում եմ ինքը ձեզ շատ էլ սիրում է եւ իրականում դուք ձեր նպատակին կհասնեք։ Գիտեք ինչ, սա ամենալավ տարբերակն է նպատակին հասնելու։ Հարգելի կանայք, սիրում եք ձեր ամուսիններին, մի քիչ էլ դե երևի իրենց փորձում եք այսպես սիրտները շահել ձեր նպատակին հասնելու։ Հարգելի տղամարդիկ, սա վատ տարբերակ չէ։ Սիրեք առյուծ կանանց, մի քիչ սիրում են իրենք ճոխություն, դե հիմա իրենք էլ այդպիսին են։ Բայց ես գիտեմ, որ իրենք շատ էլ կրքոտ, շատ էլ նվիրվող են, շատ լավ էլ մայրեր են լինում։ Գնահատեք ձեր կանանց, հարգելի տղամարդիկ, մի քիչ ծախս է պահանջելու, բայց իրենք արժեն դրան։ Այժմ տեսնենք ինչ կհուշեն կարտերը կույսերին։ Սիրո թեմայով չսիրեցի վիդեոն հարգելիներս, անցած շաբաթ փորձեցի նկարել, շատ անհաջող կարտեր էի տեսնում բոլորի համար, տեսակ ստրեսային, որոշեցի չնայել, եթե հիմա երևի օգոստոսը շատ այսպես թեժ ամիս է եղել որոշ մարդկանց համար անձնական կյանքի, դրա համար որոշեցի այսպես առանց թեմայի, այսօր տեսնենք ինչ է սպասվում բոլորին, կարտերը ինչ կհուշեն, ինչ է պետք հուշերին լսել այս պահին, ինչի մասին կարտերը խոսեն, ցույց տա ներողություն, այդ մասին էլ կխոսեմ։ Ես ընտրում եմ 3 տարբերակ, որ տարբերակը ձեզ հարիր է, այդ տարբերակն էլ կարող եք ընտրել, հարգելի կույսեր։
Ինչ եմ տեսնում առաջին տարբերակը հարգելի կույսեր։ Ես տեսնում եմ դուք ինչ որ նպատակ ունեք, սա կարող է լինել կամ գործերի կամ ֆինանսների հետ կապված։ Տեսնում եմ Պենտակլի 8-ը։ Դուք արդեն ֆինանսներ աշխատում եք, ես այստեղ տեսնում եմ աշխատող մարդ, իսկ կույսերը շատ խելացի, տրամաբանող, լուրջ մարդիկ են, սիրում են աշխատել եւ որպես կանոն ֆինանսներ էլ ունենում են։ Տկնաջան, լավ աշխատող մարդ եմ տեսնում։ Մարդը իմիջիալոց այստեղ տեսնում եմ մարդ, այս կարգն է գոնե հուշը, որը անում է գործ, իրեն հաճելի է իր աշխատանքը, ինքը սիրում է process-ը եւ սիրում է արդյունքը, որտեղ այդ աշխատանքը իրեն լավ ֆինանսներ է բերում։ Ես տեսնում եմ դուք ունեք նոր նպատակ եւ չեք հանձնվում, ամեն ինչ անելու եք ձեր նպատակին հասնելու։ Ես կարծում եմ, որ դա էլի կապված է ֆինանսների հետ, միգուցե ֆինանսական նոր պրոյեկտ ունեք կամ ուզում եք ձեր, չգիտեմ, ձեր գործը բացել, ֆինանսներն ավելացնել եւ տեսնում եմ, որ դուք ամեն ինչ անելու եք դրա համար։ Սա էլ արևը հարգելիները շատ լավ գործ եք անում, շատ լավ նպատակ ունեք եւ դուք ձեր նպատակին կհասնեք։ Ժամանակի հարց է պարզապես։ Չեմ կարող ասել երբ, բայց իրականում այսքան աշխատող մարդը, գիտեք, հատկապես երբ մարդը հաճույք է ստանում իր աշխատանքի, չի ձանձրանալու։ Դուք կկարողանաք ձեր նպատակին հասնել, հարգելիներս։ Շարունակեք անել ինչ որ անում եք։ Երկրորդ տարբերակում տեսնում երկու թագուհի, թրերի թագուհին եմ տեսնում, արդարադատության թագուհին եմ տեսնում եւ տեսնում եմ Պենտակլի թագուհին։ Պենտակլի թագուհին իրականում կույսի նշան է, հողի նշանն է, շատ կայացած, տանտիրուհին եւ ֆինանսապես շատ ինքնուրույն եւ շատ կայացած, շատ գրագետ, շատ խելամիտ կին է, նպատակ ունի, հասնում է նպատակին։ Ես այդ երկու կանանց արանքում տեսնում եմ արդարադատության կարտը, գիտեք, իսկ սա մի կին է, որը ունի նպատակ եւ այսպես առանց էմոցիաների գնում է հասնում է իր նպատակին։ Հարգելի կույսեր, սա ձեր նշանն է, կարող եմ ասել արդարադատություն, մեկը անարդար է եղել ձեր հանդեպ, ինչ որ կին, ինչ որ ձևով խանգարել է ձեզ։ Դե եթե չասեմ կին, կարող է լինել նաեւ տղամարդկանց համար, ինչ որ մեկը թե դա սա կույսն է, ինչ որ մեկը հերով թրով, չգիտեմ, ինչ որ ձևով փորձել է ձեզ խանգարել ձեր ճանապարհին, կտրել ձեր ճանապարհը, կամ կարող է եղել սա կին, որը փորձել է ձեր ամուսնուն, հա, միգուցե գայթակղել, կամ եթե սա ցանկացած այլ հարաբերությունների մասին է, կարիերայում, աշխատանքում, ֆինանսական գործարք, ինչ որ մեկ ինչ որ ձևով փորձել է ձեր ճանապարհը փակել, հերով թրով, ինչ որ ձևով խանգարել, արդարադատության կարտը տեսնում չի կարողանալու, անպայման պատժվելու է։ Չի կարողանալու ձեզ ոչ մի բանով հաղթել, հարգելիներս, իր նպատակին չի հասնելու։ Այսինքն, եթե ինչ որ սխալ բան, ինչ որ մեկը արել է, շատ շուտով կլսեք, որ պատժվել է։ Տեսնում եք, հետաքրքիր կապեր եմ տեսնում եք աշտարակը քանդվում է։ Այ աշտարակը քանդվելու է, այլ մարդը ինչ արել է, ինչ վատություն արել է, այլ իր նպատակին փորձելու է ինչ որ ձևով չի հասնելու, իր նպատակին չի հասնելու, դեռ ավելի պատժվելու է, այսինքն հիմնահատակ քանդվելու է, շատ ավելի վնասվելու, քան ավելի վնաս է կրելու, քան ձեզ է վնասել։ Ինչ հարցում էլ ուզում է լինի։ Անձնական էլի եմ ասում, սիրային հարցեր լինեն, կարող է լինել բարեկամ ազգական, ինչ հարց ուզում է լինի, ֆինանսներ, աշխատանք, ցանկացած, ով ձեր ճանապարհին կանգնել, ինչ որ ձևով ձեզ խանգարել է, իր աշտարակը քանդվելու է։ Իսկ դուք այսպես տեսնում եք զրոյական, նայում եք առաջ, շարժում եք առաջ, ճանապարհ ընտրել եք երկուսը ջահերի, դուք գնում եք առաջ, ապրում եք ձեր կյանքով։ Բայց դուք կլսեք եւ կիմանաք շատ շուտով, որ ինքը պատժվել է։ Եվ սիրտներդ էլ կհովանա, հարգելիներս, ամեն մարդ ըստ արժանվուն։ Ես այստեղ տեսնում եմ ջահերի ասպետը երրորդ տարբերակում, տեսնում եմ 10 նաև ջահերի եւ տեսնում եմ այստեղ բավականին բարդ կարգ։ Գիտեք, ես կարող եմ ասել, ինչ որ նպատակ ունեն կույսերը, այսպես շատ նպատակասլաց, տեսնում եք, ասպետը շարժվում է առաջ ջահը ձեռքին, բավականին դժվար է լինելու ձեր նպատակին հասնել, հարգելիներս, բավականին դժվար։ Այս ամի տեսակ գայթակղության կարգն է, այսինքն աշխատեք չկուրանալ եւ ինքներդ ձեզ չխաբել, ինքնախաբեությամբ չզբաղվել։ Միգուցե ձեր նպատակ անհասանելի է, իսկ դուք այսպես ամեն ինչ անում եք հասնելու, շատ ավելի ջանք պետք, կրկնակի ջանք պետք է գործադրեք այդ նպատակին հասնելու, բայց չարքով կարող եմ ասել խաբուսիկ է, կարող է հասնեք, կարող է եւ չհասնեք։ Ես գիտեմ, որ շատ լուրջ տրամաբանող մարդիկ են, էլ եմ ասում կույսերը, դուք պետք է կարողանաք սա վերլուծել եւ հասկանալ ձեզ համար, արժեր այդ ճանապարհը գնալ, այդքան գործ անել, դիմելով մեծ ռիսկի, սա նաեւ չար ուժերը կարող են լինել պարզապես շատ ռիսկային են։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Կարող եմ ասել հարգելիներս, ովքեր որ
այսպիսի վիճակում են, իրենք իրենց կճանաչեն, շատ ոգևորված եք, շատ եք աշխատում, նպատակ ունեք, միգուցե անօրինական ճանապարհով էլ փորձում եք, ամեն գնով ուզում եք, չնայած ես գիտեմ կուշերը այդպեսին չեն, բայց մարդիկ լինում են, տարբեր են մարդիկ, ճարհատյալ մարդիկ ամեն ինչ անում են, մի քիչ կարող եք օրենքը խախտել, կարող եք ինչ-որ բան չարաշահել, նպատակը այնքան էլ լավ չեմ տեսնում, մեթոդներն էլ լավ չեմ տեսնում, բայց դուք ջանք չեք խնայում, վերջում հիասթափելու եք հարգելիս, ես այստեղ էլ եմ տեսնում հիասթափում եք, ինչքան չի ստացվում, այնքան մտածում եք դե մի բան էլ փորձեմ, տարբերակներ չեն երևում, բայց դուք շատ եք ցանկանում, սա էմոցիոնալ մարդն է, որը բայց ես ուզում եմ ախր, ես շատ եմ ուզում, չեք հասնելու ձեր նպատակին։ Այ այդ չար ուժերը խանգարում են ինչ-որ ձևով։ Եթե այսպիսի մարդիկ կան, որոնք ինչ-որ ձևով իրենց ճանաչում են, նպատակը անհասանելի է եւ դրական նպատակ չեմ տեսնում։ Հարգելնես, միգուցե ժամանակն է կանգ առնել եւ անհասանելի կամ անիրականալի կամ անազնիվ ինչ-որ ճանապարհներով ինչ-որ բանի չհասնել, չեք հասնելու։ Ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում, հարգելի կույսեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կշեռքներին առաջիկայում։ Ոչ մի թեմա չեմ ընտրել հարգելիներս, կարտերը ինչ ուշ են, այդ մասին էլ կխոսեմ։ Սիրո թեմայով չնայեցի օգոստոսին, բոլոր նշաններից առաջ ասեցի, շատ անհաջող կարտեր էի տեսնում գրեթե բոլոր նշանների համար, իմաստ չտեսա նայելու այդպես, դրա համար նայում եմ այսպես, տեսնենք ինչ կհուշեն կարտերը, ինչ է կարևոր կշեռքներին լսել այս պահին, ինչ կարտերը ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ։ Իսկ ընտրեմ 3 տարբերակ հարգելիներս, դուք ընտրեք որը, որ ձեզ կվերաբերի։ Ինչ է պետք լսել իմանալ կշեռքներին այս պահին։ Այս ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կշեռքներ, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ թրերի թագավորը, որը հենց ձեր նշանն է։ Ինչ որ նպատակ ունեք, ամեն գնով ուզում եք ձեր նպատակին հասնել։ Ինչի մասին է խոսքը կդժվարանամ ասել, ամեն մարդ, ամեն կշեռք ինքը գիտի, նպատակ անձնական հարցեր են, ֆինանսական հարցեր են, աշխատանք, կարիերա, ինչ ուզում է լինի։ Ես տեսնում եմ, որ դուք, այսպես ասած, բավականին լավ մարդկանցով եք շրջապատված, դեզ օգնում են, ձեր բարեկամ, հարազատ, ովքեր որ լինեն, սատար են կանգնում։ Եվ ես տեսնում եմ պենտակլի տուզ, այսինքն սա լիարժեքության մեծ հաջողության կարտն է։ Այսինքն չգիտեմ ինչ նպատակ ունեք հարգելներս։ Ես տեսնում եմ, որ նույնիսկ ձեր բարեկամների մտերի մարդկանց աջակցությամբ դուք ձեր նպատակին կհասնեք։ Էլ կարճ չեմ ուզում հանել, սրանից ավելի ինչ կարող եմ ասել։ Ինչ որ մեծ նպատակ ունեք ընդ որում, շատ մեծ, այսպես մանր-մունր խնդրի մասին չի խոսքը։ Ես տեսնում եմ դուք առաջիկայում ձեր նպատակին կհասնեք հարգելներս։ Ես այստեղ տեսնում եմ լուսին, ապա տեսնում եմ 9 ջահերի եւ տեսնում եմ պաժը թուրը ձեռքին, թրերի պաժին եմ տեսնում։ Գիտեք, ես չգիտեմ ինչի համար եք դուք այսպես շարունակաբար պայքարում եք, անընդհատ, ինչ որ մի բան միգուցե հեշտ չի հաջողվում, ձեզ չի ստացվում, շատ եք աշխատում։ Միգուցե աշխատանքի վայրում եք աշխատում, միգուցե ինչ որ նպատակի հասնելու համար եք այսքան աշխատում։ Ես տեսնում եմ, որ լուսնով անդադ պարզում է ամեն քայլափոխի պարզում է, որ խնդիրներ կան, դուք նոր ամեն խնդիր հաղթահարելով առաջ եք շարժվում, նորից էլի խնդիրներ են առաջանում, մի տեսակ արդեն կասկածներ ունեք։ Արժեր այս նպատակի հետևից գնալ թե չկա։ Դուք կանգնել եք, մտածում եք, տեսնում եք նպատակ կա, բայց մի տեսակ մտածում եք, երևի վերլուծում եք ձեզ համար, արժի արդյոք գնալ սրա հետևից թե չարժի։ Ես տեսնում եմ բավական շատ եք ուզում, նպատակին ամեն դեպքում շատ եք ուզում, սա էմոցիոնալ պաժ է, էլի պաժ եմ տեսնում։ Այսինքն մարդ, որը շատ երկար չի մտածել, միգուցե պարզապես մարդը շատ է ուզում, ինչ որ նպատակ ունի, շատ է ուզում հասնել իր նպատակին, բայց տեսնում եմ, որ բավականին ջանքեր է թափում ու դեռ պարզ չէ կհասնի, թե չի հասնի։ Տեսեք, առաջի տարբերակում շատ պարզ էր։ Իսկ երկրորդում ես չգիտեմ, այստեղ ինչ նպատակի մասին է խոսքը, տեսնում եմ, այստեղ էլ եմ տեսնում եք ջահերի 10-ը, այստեղ էլ էի տեսնում երկու տարբեր կարտերով, ես նույն բանն եմ տեսնում։ Շատ, չափից ավելի շատ է ծանր է նստելու ձեր վրա, ավելի ծանր, քան ձեզ թվում էր, բայց ես տեսնում եմ հարգերներս խանգարող հանգամանքներ կան, տեսնում եմ չար ուժեր, տեսնում եմ այստեղ ագրեսիվության, նաև խարդախության կարտը։ Գիտեք, հարգերներս, ես չգիտեմ,
շատ ներողություն իհարկե, հարգելի կշարքներ, սա կամ դուք եք կամ ձեր հանդեպ է այսպես, երկու տարբերակներ կարող է լինել։ Ես կարող եմ ասել, որ հաջողության չեն հասնելու։ Եթե դուք եք այսպես հերով թրով ինչ որ ագրեսիվությամբ ուզում եք ամեն ձևով ինչ որ մի նպատակի հասնել, տեսնում եմ լուսին, այստեղ էլ էի տեսնում լուսին։ Երկու լուսին, դա նշանակում է, որ այդ կասկածները անիմաստ չեն, դեռ շատ ավելին կա պարզելու, այսպես վերջին ուժերն էլ որ ներտնեք, որ ձեր նպատակին չեք հասնելու, որտեղ լավ նպատակ չի, ինչ որ մեկի հանդեպ անազնիվ, սխալ, սա էլ խարդախության կարգն է։ Բայց եթե դուք չեք, հարգելիներս, ձեր հանդեպ է, ձեր հանդեպ ինչ որ մեկը այսպես դուք ինչ որ նպատակ ցանկություն ունեք եւ ինչ որ մեկը այսպես խանգարում է ձեզ, ես կարող եմ ասել, որ դեռ շատ ավելին է պարզվելու, դուք փորձում եք այսպես համբերատար, եթե ձեր հանդեպ է, փորձում եք համբերատար անել, բայց ես տեսնում եմ, որ իրականում չեք կարողանալու, հարգելիներս, պիտի կարողանաք ձեզ պաշտպանել, ես չգիտեմ, նպատակն ինչումն է, եթե հնարավոր է, այստեղ երիտասարդը նստել մտածում է, կանգնել ներողություն մտածում է, արժե արդյոք շարունակել, թե չարժե։ Միգուցե ինչ որ պահ կա, չափից ավել ուժեղ են այն չար ուժերը, որոնց դեմ դուք պայքարում եք, այս խարդախները ովքեր են, ինչն է խանգարում, հանգամանք է խանգարում, թե մարդիկ են խանգարում, կդժվարանամ ասել։ Օրինակ, եթե չգիտեմ, կարիերայի նպատակ ունեք, բայց այդ դիրքի համար, պաշտոնի համար դուք բավարար երևի չունեք, գիտելիք կամ կյանքի փորձ չունեք, կամ մարդը, որ ավելի փորձված է, դուք չեք կարողանալու այդ դրա դեմ հասկանում եք, այսինքն մրցակցություն կա ինչ որ, եւ իրականում դուք շատ հոգնելու եք, բայց ձեր նպատակին կարող է եւ չհասնեք։ Ես մյուս կողմից տեսնում եմ այստեղ էմոցիոնալ ձեր համբերության բաժակները լցվելու, դուք շատ եք ուզում, ինչ էլ որ ուզում եք, բայց ես իրականում բացասական կարտեր եմ տեսնում։ Ամեն դեպքում մի քիչ զգուշ եղեք, էլ եմ ասում, եթե ձեր հանդեպ է, կարող է հրաժարվեք, որովհետև պարզապես խնայեք ձեզ, հարգելիներս, էլ եմ ասում, ինչ որ շատ վտանգավոր մարդիկ են, նաև կասկածելի մարդիկ են, կասկածելի վարքագծով, դուք դրանց դեմ չեք կարողանալու պայքարել։ Իսկ եթե դուք եք ինչ որ սխալ բան եք անում, իրականում շատ ավելի ծանր կնստի ձեր վրա, քան կարծում եք, հարգելիներս, մի արեք, հրաժարվեք բացասական մտքերից։ Բոլորս էլ մարդ ենք, հարգելի կշարքներ, ամեն ինչ կյանքում կարող է լինել։ Կարևորը ժամանակին, այսպես ճիշտ ժամանակին կանգ առնելն է։ Ինչ եմ տեսնում երրորդ տարբերակը, գիտեք, ես այստեղ տեսնում եմ խոցված սիրտ, ինչ որ մեկը կշարքին նեղացրել է եւ կշարքը հեռացել է իրենից, դուք եք հեռացել։ Տվյալ դեպքում հաստատ կարող եմ ասել, որ ձեզ է ինչ որ մեկը ձեր սիրտը կոտրել է, ինչ որ ձևով նեղացրել է, նոր этап է սկսում, հարգելիներս, ձեր առջև նոր դռներ են բացում, սա դեռ վերջը չէ, դա սկիզբն է, հակառակը։ Ձեզ համար նոր этап է սկսում, նոր հնարավորություններ, պարզապես փորձեք շարժվել առաջ։ Ներողություն։ Ինչ եմ տեսնում այստեղ հարգելի կշարքներ։ Ես մի փոքր փորձեմ հասկանալ։ Ես այստեղ այո, մարդկային հարաբերությունների մասին եմ տեսնում իմիջիայլոց։ Այստեղ կարող է եւ զավակն է ծնողին իմիջիայլոց հիասթափեցրել, կարող է անձնական հարաբերություններ լինեն, ինչ էլ ուզում է լինի։ Եթե ծնող զավակ հարաբերություն է, ես այստեղ տեսնում եմ 4 պենտակլի, այդտեղ երիտասարդ եմ տեսնում։ Մի քիչ էգոիստ է երիտասարդը, չգիտեմ, ինչ է, իր մասին է միայն մտածում, եւ այստեղ տեսնում եմ էմոցիոնալ բաժակը ձեռքին թակավոր, ասիկն կարող է այդպես լինել, որ ծնող զավակ հարաբերություն լինի, մայր եւ որդի, հայր եւ որդի, ես այստեղ տղամարդիկ եմ տեսնում, բայց դա նշանակություն չունի։ Ամեն դեպքում ծնողը էմոցիոնալ է, երեխան լինում է շատ էգոիստ, այսպես շատ ուզում է ամեն գնով իր նպատակին հասնել, ծնողը բավականին հոգնած է, բայց երիտասարդն էլ իմիջիայլոց ինչ որ տարբերակները, ինչ որ ցանկանում է, չի ստացվելու իրականում։ Իրականում շատ սխալ գաղափար է, ես չգիտեմ ինչ է եղել։ Իրականում երկուսն էլ կարող եմ ասել, թրեր եմ տեսնում, այսինքն երկուսին էլ շատ նեղված վիճակում է բերելու այս ինչ էլ որ անում է, չգիտեմ, երիտասարդը էգոիստաբար կամ ինչ որ սխալ բան է արել, կամ ինչ է
ուզում անել, ես չգիտեմ, բայց այստեղ հայր ու որդի երկուսն էլ նեղված վիճակում են։ Ես այստեղ տեսնում եմ ջահերի տուզը, գիտեք, եթե ծնող որդի հատկապես հարաբերությունների մասին է, ծնողը միշտ էլ լինելու է մեծահոգի եւ փորձելու է հասկանալ եւ փորձելու է ավելի խելամիտ իմաստուն գտնվել, այսինքն չեմ կարող ասել զիջել, եթե սխալ ճանապարհի վրա է որդին, պարզապես նոր մոտեցում, այսինքն առճակատելով, վիճելով ոչինչի չեք հասնելու, բայց իրականում մի փոքր պայքար պետք է լինի, իրականում տեսնում եմ տղամարդը, հասուն տղամարդը թուրը ձեռքին, ոտքի կանգնած, այսինքն այո, երիտասարդը կարող է նեղվել, կարող է, չգիտեմ, հուզվել, անհանգստանալ, նշանակություն չունի։ Ծնողը ինչ արժեքների հավատում է, պետք է հավատալ։ Ծնողը դուք եք, հա, այսինքն որոշումը դուք պետք է կայացնեք։ Իրականում ծնողը ծնող է, երեխան երեխա։ Միշտ էլ պետք է ծնողը մնա իր դիրքերում։ Ես տեսնում իրականում կյանքը կշարժվի առաջ, հարգելիներ, սա կարգի կարգն եմ տեսնում։ Ամեն ինչ կանցնի կգնա։ Եվ այս բոլորը մոռացության կտրվի։ Պարզապես տվյալ դեպքում ես կարող եմ ասել, որ ծնողը պարզապես պետք է ամուր կանգնած լինի իր ոտքի վրա եւ իր ասածը պետք է պնդի, որտեվ ինչ որ ուզում է որդին, սխալ բան է ուզում, սխալ ճանապարհի վրա է, հայրը չի կարող պարզապես անել ամեն ինչ, ինչ որ որդին ուզում է։ Իսկ ես այստեղ աշխարհի կարտովել էի տեսնում, փոխվելու է, հարգելիներս, ամեն ինչ փոխվելու է, հատկապես դե ծնող զավակի մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը։ Ծնողը միշտ էլ ներելու է պարզապես չզիջելով, տվյալ դեպքում չզիջելով պետք է, այսինքն պետք է երեխային ցույց տալ իր տեղը, բացատրել։ Դա կոչվում է դաստիարակություն։ Մանավանդ եթե դեռահաս է երիտասարդը։ Իսկ եթե չենք խոսում դաստիարակությունից երեխաներից, այստեղ խոսում ենք ինչ որ մարդկային հարաբերությունների, կարող է լինել մեծ եղբայր, փոքր եղբայր, կարող է լինել, չգիտեմ, հարաբերություններ, ես այստեղ միայն տղամարդիկ եմ տեսնում, ճիշտ ասած, այո, ես այստեղ կանայք ճիշտ ասած չեմ տեսնում, ոչ մի կին չեմ տեսնում, բոլոր տղամարդիկ եմ տեսնում։ Այստեղ տղամարդիկ ընկերներով են, ինչ որ անձնական հարցեր ունեն, չգիտեմ, վիճում են, ինչ են անում, ավելի երիտասարդ անփորձ մեկը կա, որ իրականում բարկացնում է մյուսին, ավելի տարիքով մեկին, նույն ասեցի, ինչ որ պետք է ասել։ Պարզապես երիտասարդը էգոիստ է, տվյալ հարցում ինչ է ուզում, մենակ իր մասին է մտածում, պետք է կարողանա։ Երկուսիդ էլ մի քիչ կարող է ցավոտ լինել, երկուսդ էլ նեղվում եք, բայց իրականում դուք որպես մեծավարի պետք է մոտենաք հարցին, իրեն սովորեցնեք ճիշտն ու սխալը, հա, եթե կարող եմ ասել, շարժվել առաջ, իրականում կշարժվեք, հարաբերությունները կպահպանվեն, նոր էտապ կսկսվի։ Պարզապես եթե մարդը սխալ է, պետք է հասկանա, որ սխալ է։ Այդքան բան։ Հարգելի կշարքներ, ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում կարիճներին։ Հարգելի կարիճներ, ոչ մի թեմա այսօր չեմ ընտրել, կարտերը ինչ ուշ են, այդ մասին էլ կխոսեմ։ Սիրո թեմայով այս ամիս չարեցի, որովհետև անհաջող կարտեր էի տեսնում, որոշեցի այսպես այսօր պարզապես առանց թեմայի, տեսնենք ինչ է պետք կարիճներին լսել այս պահին, կարտերը ինչ ցույց տան, այդ մասին էլ կխոսեմ, հարգելիներս։ Ես կընտրեմ 3 կարտ, որը ձեզ վերաբերի, հարգելիներս, այն էլ կարող եք ձեզ վերագրել։ Ես այստեղ տեսնում եմ բաժակների երկուսը, ես այստեղ տեսնում եմ 8 բաժակների, էլի բաժակներ եմ տեսնում եւ տեսնում եմ կայսրի կարտը։ Հարգելի կարիճներ, ինչ որ խնդիր կա, որ փորձում եք խուսափել այդ խնդրից, անդադ փորձում եք հեռանալ, չեք ուզում ուղղակի այդ խնդրի հետ հաշվի նստել, չեք ուզում այդ խնդիրը լուծել, չեք ուզում մտածել այդ մասին կամ խոսել ինչ որ մեկի առճակատել, այդ մասին պարզապես ուզում եք թողնել անցյալում, թողնել հեռանալ, բայց չի ստացվելու։ Ես տեսնում եմ, որ դուք ուզեք չուզեք, պետք է այսպես երեսար այդ խնդրը պետք է ընդունեք, խնդրը կա, ինչ հարց ուզում է լինի, ում հետ ուզում է լինի, պետք է փորձեք այդ հարցին իրականում լուծում տալ։ Ես տեսնում եմ, որ դուք կարող եք, կայսր եմ տեսնում։ Այսինքն դուք այն մարդն եք, դուք կարող եք հարցեր լուծել, դուք գիտեք ձևերը, դուք գիտեք մեթոդները, պարզապես խուսափում եք, մի տեսակ ինքնախաբեությամբ մտածում եք հարցը իրեն երևի կվերջանա կամ կվերանա, այդպես չի լինելու։ Ուզեք չուզեք, գալու եք կանգնելու եք հարցի առաջ եւ ուզեք չուզեք փորձելու եք հարցը լուծել։ Ես տեսնում եմ այստեղ անձնական հարաբերություններ, հարգելիներս։ Ես այստեղ տեսնում եմ
թրերի թագուհի, թրերի թագավորը եւ տեսնում եմ կախված վիճակ։ Անձնական հարաբերություններն են, եթե դուք հատկապես ամուսիններ եք, եթե ամուսինները չեն կարող է լինել զույգ, բայց եթե ամուսիններ են առավել եւս, որտեղ թագավոր թագուհի վերջապես մարդիկ ինչ որ կարգավիճակ ունեն։ Ես տեսնում եմ, մի տեսակ անձնական հարաբերությունները կանգնած են ձեր, միգուցե շատ եք աշխատում, ինչով եք զբաղված, չգիտեմ, փորձում եք խուսափել, ես այստեղ էլ եթե հիշում եք, բաժակներ էի տեսնում, այսինքն դուք պետք է կարողանաք, այսինքն պետք է ձեր կնոջ հետ զրուցեք, ինչ որ անձնական հարց պետք է լուծել, դուք փորձում եք զբաղեցնել ձեզ, ցույց տալ չեք տեսնում, որ խնդիրը կա եւ չեք կարողանալու դրանից խուսափել, պետք է իրականում հարցը լուծել։ Ես տեսնում եմ, այո, դուք զբաղված եք ֆինանսներով, աշխատանքով, կարիերայով կամ ձեր գործերով, հա, բավականին անուշադրության եք մատնել ձեր զույգին եւ կինը դրա հետ ինչ որ խնդիր ունի։ Ես տեսնում եմ, որ կին չի հանձնվելու, հարգելիներս, թրերի թագուհին էր վերջապես, այլ տեսնում եմ 5-ը, այսինքն պայքարելու է մինչև վերջ կինը, մինչև հասնի իր նպատակին։ Դուք չեք կարողանալու խուսափել, հարգելիներ, ժամանակն է կանգ առնել եւ զրուցել ձեր կնոջ հետ, որովհետեւ դուք կարող եք հարցերը լուծել շատ լավ, շատ դրական։ Հարգելիներ, ձեր ձեռքում է, դուք այսր եք վերջապես։ Կինը չի ուզում բաժանվել, ես չեմ տեսնում, կինը չի ուզում նույնիսկ եթե վիճում է խոսում է, պարզապես ձեր ուշադրության կարիքն ունի, չափից ավելի շատ եք տրվել ձեր գործերով, մոռացել եք ձեր զույգին, մոռացել եք միգուցե ռոմանտիզմ, գումար աշխատում եք ինչի համար, գնացեք ճամփորդության, այսա գեղեցիկ, աշխարհի դռները բաց են ձեր առաջ, ֆինանսներ աշխատում եք, ժամանակ տրամադրում եք, ուրեմն ունեք ֆինանսներ, ժամանակն է մի փոքր փոխելու ձեր կյանքը, նոր էտապ կարող է սկսվել, բայց դուք էլ եմ ասում, ուզեք չուզեք, հարցի հետ պետք է հաշվի նստեք, իսկ թագուհին թրերի ինքը հաստատ ձեր ուշադրությունը կգրավի, ինքը չի թողնի, որ դուք այդպես անտարբերության մատնեք խնդիրը։ Բայց գեղեցիկ ժամանակներ են սպասում ձեր երկուսին, կհաշտվեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Գիտեք, ես տեսնում եմ կարիճների համար երկրորդ տարբերակը շատ մեծ հեռու գնացող նպատակ։ Նույնիսկ եթե դուք բավականին փորձ չունեք նպատակին հասնելու, տեսնում եք այդ բաժակին այսպես շատ հեռում, շատ մեծ բաժակ, դուք հեռվից նայում եք, որտեղ ձեզ համար պարզապես մեծ նպատակ ու երազանք է։ Ես տեսնում եմ լուսնով, որ դեռ շատ բան կա այդ մասին, որ դուք չգիտեք, այսինքն դժվարությունների մասին, ինչեր է ձեզ սպասվում ճանապարհին ձեր նպատակին հասնելու, դուք երևի չգիտեք, բայց կամած, եթե կան այդպիսի մարդիկ նպատակ ունեն, իրենք հասկանում են, որ շատ այսպես դժվար նպատակ ունեն, իրենց ուժերից վեր է եւ կասկածներ ու վախերել ունեն, բայց հարգելիներս, ես իրականում տեսնում հաղթանակի կարտը։ Ես իրականում տեսնում եմ, որ դուք ձեր նպատակին կհասնեք։ Գուցե կարելի է դրանով բավարարվել, բայց այդպեսի մի փոքր մանրամասնիկ վերջապես ինչի մասին էր այստեղ խոսքը։ Փորձեմ 1-2 կարտել անել։ Ես այստեղ կարող եմ ասել նպատակը կա, այո, լուսնով էլ կա անհանգստություններ կան, նպատակը շատ մեծ է հեռու գնացող, հաղթանակ էլ կլինի, բայց կարտերը հուշում են, որ ժամանակ կտևի, հարգելիներս, միշտ շտապեք, շատ արագ չի լինելու, շատ մեծ նպատակ է, դուք էլ այդքան փորձ չունեք։ Այստեղ մարդը, որը սերմերը ցանել է, սպասում է իր աշխատանքը պտուղ տա։ Իրականում կտա անպայման, եթե ֆինանսական հատկապես նպատակներ ունեք, անպայման արդյունքի կհասնեք, բայց շատ ավելի ուշ։ Մոտ ապագայում չի սպասվում, բայց դուք շատ աշխատանք ունեք անելու։ Բայց ես տեսնում նպատակը շատ մեծ է, երևի այդքան արժեր, որ դուք այսքան աշխատանք անեք, պարզապես համբերատար եղեք եւ սպասեք, եւ իրականում դες սպասում է գեղեցիկ ժամանակներ։ Դուք այնքան կարողանաք գումար վաստակել, որ նույնիսկ կարող եք կիսվել այլ մարդկանց հետ, կարող եք նույնիսկ շռայլ գտնվել, օգնել այլ մարդկանց։ Եթե ֆինանսների մասին չէ խոսքը, այստեղ աշխատանքի, գործի, ինչ որ նոր գործ եք ուզում սկսել, բավականին հաջող կլինի ավելի հաջող, քան դուք սպասում էիք։ Եթե այստեղ զգացմունքների մասին էր խոսքը, շատ մեծ նպատակ, մի այդպես կին, որը շատ դժվար է ձեզ համար հասնել այդ կնոջ, ես տեսնում եմ հաղթանակով որ կհասնեք, բավականին ջանք կթափեք, բավականին երկար կսպասեք, բայց իրականում կլինի փոխադարձ զգացմունքներ։ Ինչ թեմա էլ ուզում եք լինել, շատ գեղեցիկ եմ տեսնում։ Պարզապես եղեք համբերատար, հարգելիներս, եւ իրականում ձեր աշխատանքը արդյունք կտա իր ժամանակին։ Ինչ եմ տեսնում երրորդ տարբերակում, տեսնում թրերի երկուսը, ինչու որոշման առաջ է կանգնած, ինչ որ խնդիր կա, չեք կարողանում լուծել։ Լուծումը չեք տեսնում։ Այսպես ճգնավորի պես ընկել եք ճանապարհ, փորձում եք ուղիներ գտնել, ինչպես կարող եք հարցը լուծել, բայց ես տեսնում եմ, որ իրականում հավատացյալի կարտով, որ իրականում դուք կարողանաք, պարզապես պետք է հավատարիմ մնաք ձեր արժեքներին, ինչին որ դուք հավատում եք, այսինքն պետք չէ ձեր մասին ոչինչ փոխել, պարզապես ուղիները պետք է հասկանում եք գտնել ուղին, ինչպես կարող եք հասնել նպատակին, ինչպես կարող եք այդ հարցը լուծել։ Այսինքն ձեր մեջ չի խնդիրը, ես այդպես եմ տեսնում։
Անկախ նրանից ինչի մասին է խոսքը, ես հուսով եմ դուք գլխի կընկնեք հարգելի կշարքներ, փորձեմ չմանրամասնել։ Այո, նպատակ կա, ջահերի ասպետը շատ ոգևորված, չափազանց այսպես կրքոտ տրամադրված, բայց մի տեսակ անել-անելի վիճակում, այսինքն ինչ որ խնդիրներ ամեն դեպքում կան, դրա համար երկուսը թրերի ցույց տալիս դուք տարբերակ չեք տեսնում։ Միգուցե ճանապարհի կեսին եք հասել, նպատակի չեք կարողանում շարունակել, որտեղ ինչ որ որոշում պետք է կայացնել։ Ես տեսնում եմ շատ շուտով ինչ որ առաջարկություն կգտնեք, ինչ որ տարբերակ կլինի, թե ինչպես պետք է շարժվել առաջ, ասպետն եմ տեսնում բաժակների, բայց զգույշ եղեք նաև մրցակիցներից։ Միայն դուք չեք այդ ճանապարհին, այդ նպատակի հետևից էլի ինչ որ մարդ կա գնացող։ Գիտեք, ես տեսնում եմ այստեղ դատաստանի կարտը, իրականում տվյալ դեպքում տեսնում եմ եւ հիասթափված մարդ եւ տեսնում երկու պաժ եմ տեսնում, այսինքն այստեղ երիտասարդ եմ տեսնում, մեկը մարդ, որը մի քիչ հիասթափված է, իսկ մարդ, որը նպատակից չի հրաժարվում։ Ես կարող եմ ասել, այստեղ արդարադատության կարտը ինչ էր հուշում։ Եթե ձեր նպատակը արդար է եւ դրական է, ապա դուք շատ հանգիստ կարող եք նայել առաջ, սպասել, գնալ ձեր նպատակի ետևից եւ իրականում կհասնեք։ Իսկ եթե ձեր նպատակը ազնիվ չէ, չէ դատում են ըստ արժանվուն։ Եթե ձեր նպատակը լավը չէ, կամ այսինքն չգիտեմ, սխալ ճանապարհով փորձեք գնալ, արագ նպատակին հասնել անօրինական ճանապարհներով, ձեզ սպասում է հիասթափություն, հարգելիներս։ Երկու տարբերակներ կարող եմ ասել։ Ինչպես, ինչի որ արժանանաք, ըստ դրա էլ ձեզ կդատեն վերին ուժերը։ Իսկ եթե ձեր նպատակը դրական է, իմ սիրտը վկայում է, որ դուք երևի դրական նպատակի հետևից եք գնում։ Իրականում դուք կհասնեք, հարգելիներս։ Պարզապես շատ մեծ նպատակ է, սա տուժն է, սա լիարժեքության, լիության, այսպես բավարարվածության կարտ, այսինքն ինչ նպատակ որ ունեք, ոչ միայն կհասնեք նպատակին, այլև դուք շատ, այսպես ասեմ, կհասկանաք, որ արժեր այս նպատակի հետևից այսքան գնալ, ինչ էլ ուզում է նպատակը լինի, բայց եթե գնում եք ճիշտ ճանապարհով, ազնիվ ճանապարհով, նպատակը ազնիվ արդար է, անպայման կհասնեք շատ ավելին, քան դուք իրականում կարծում եք։ Տարբերակներն էլ կգտնվեն, թե ինչպես շարունակեք ճանապարհը, հարգելի կարիճներ։